Բարի գալուս 2021 թիվ։ Այսպիսով շրջել եմ, բացել եմ նոր էջը իմ կյանքի գրքի, որը որ պապան իր փառահեղ եւ սիրո ձեռքով գրել էր։ Ես լսելով իր ձայնը եւ անցնելով հայլեցի եւ արեցի այն ամենը եւ կարդալուց ավարտից հետո ես գրեցի այդ, այսինքն նյութականացրեցի այդ ամենը եւ սիրով այս ամենը վկայում եմ ձեզ։ Այսպիսով գնացինք 2021 թիվ։ Բարի գալուստ բոլորին։ Օգոստոս ամսին ընտանեկան ճանապարհորդությունը դեպի Կիպրոս ճեղարկվում է եւ չպլանավորված մեկնում ենք Հայաստան։ Գտնվում եմ Հայաստանում ու առավոտյան տեսնում եմ իմ Facebook-ի էջում եթեր մի Աստծո զավակին, որին ես հետևում էի 44 օրվա պատերազմի ժամանակ, որ տեղի էր ունենում Հայաստանում։ Եվ պարզվում է, որ նա նույնպես գտնվում է Հայաստանում։ Ես պատրաստվեցի եւ անմիջապես գնացի այցելեցի Եռաբլուր, որովհետեւ եթերի ժամանակն ասաց, որ պատրաստվում է գնալ Եռաբլուր։ Այսպիսով տեղի ունենում այնտեղ մեր հանդիպումը, մենք ծանոթանում ենք, փոխանակվում ենք համարներով, եւ ես իմանում եմ եթերի ժամանակ, որ նպատակը Հայաստան գալու նա էր, որ կար տեսիլք Աստծուց բարձրանալ 7 սար եւ աղոթք բարձրացնել թիմով։ Ես անմիջապես օգտագործելով այդ հնարավորությունը արագ գնում եմ հանդիպման, ծանոթանում ենք միմյանց եւ պայմանավորվում ենք միասին մեկնել Արագած սար աղոթելու։ Արագածի ճանապարհին խմբի անդամներից մեկը զրույցի ժամանակ առաջարկում է անել ապաշխարության աղոթք։ Չհասկանալով ապաշխարություն բառը ինչ է նշանակում, ես համաձայնվում եմ, քանի որ ես լսեցի ինձ համար կարևոր բառ, ո՞րն էր այդ բառը։ Աղոթք։ Այդ ժամանակ հայերեն լեզուն լավ չի տիրապետում, ես լսելով այդ աղոթքը կրկնում եմ եւ չհասկանալով նույնիսկ թե ինչ եմ աղոթք անում։ Այդ օրը օգոստոսի 28-ն էր եւ որից որ սկսեց իմ մտքի տրանսֆորմացիայի ճանապարհը եւ աստվածային մտածելակերպի բացահայտումը։ Նույնպես այդ օրը ես արդեն գիտակցված որոշում եմ կայացնում ապրել եւ քայլել Աստծո հետ։ Հետագայում ես միաբանվում եմ այդ թիմին եւ մենք միասին ամեն օր երեկոյան ժամերին ուսումնասիրում ենք Աստծո խոսքը, աղոթում ենք եւ կարդում ենք տարբեր հոգեվոր գրքեր։ Ժամանակ անց մի երեկո հերթական զրույցի ժամանակ ինձ մոտ հայտնաբերում եմ չներում հայրիկիս հանդեպ։ Հայտնաբերելով չներում ես կիսվում եմ խմբի մասնակիցների հետ եւ լսում եմ պատասխան, որ եթե ես չներեմ իմ հայրիկին, ապա կհայտնվեմ դժոխքում։ Պատկերացնում եք իմ վիճակը։ Ես նոր բան եմ իմանում եւ ինձ անմիջապես պատասխան են տալի. «Վերա, եթե դու չներես քո հայրիկին, ապա կգտնվես դժոխքում»։ Ուժս։ Եվ ուզում եմ բոլորին հիմա ասել, որ դժոխքի դռները փակ են եւ ոչ մի հոգի չի գնում դժոխք, եթե նույնիսկ դուք ունեք չներում։ Հիշեք սա։ Իհարկե սա ճշմարտություն չէ, բայց այն ժամանակ այդ միտքը ազդեց իմ գիտակցության վրա, դժոխք չգնալու վախից ելնելով, ես որոշում կայացրեցի եւ խնդրեցի Աստծուն ինձ օգնել եւ անել քայլեր, որպեսզի ես ներեմ հայրիկիս։ Երկար տարիների չներումը թողել էր բավականին խորը դատարկություն սրտիս մեջ, որը վերածվել էր սիրո բացակայության։ Այդ պատճառով էլ ես երկար ժամանակ փնտրում էի սեր մարդկանց մեջ։ Այսպիսով գալիս է պահը եւ իմ կյանքում հայտնվում է իմ ապագա ամուսինը, ով ազգությամբ պարսիկ է եւ մուսուլման։ Թվում էր ես նրա մեջ գտա այն սերը, որ փնտրում էի տարիներ շարունակ։ Տեսնելով այդ, ես համաձայնվում եմ կյանք կապել իր հետ, չհնազանդվելով իմ հայրիկիս խոսքին։ Ապստամբելով տեղի ունենում մեր ամուսնությունը։ Համատեղ կյանքի տարիների ընթացքում
Ես հասկացա, որ սա այն սերը չէր, որ ես փնտրում էի տարիներ շարունակ։ Նույնիսկ չճանաչելով Աստծուն, միաժամանակ հոգով հասկանում էի, որ ամուսինս այն անձնավորությունը չէր, որ նախատեսված էր լիներ իմ կողքին։ Անցնելով ընթացիկ դժվարությունների միջով, սիրո պակասից միայնակ զգալով, միևնույն է, շարժվում էի առաջ։ Հաշվի առնելով մեր արևմտյան ավանդական մտածելակերպը, երեխայի ծնունդը նույնպես չլրացրեց այդ դատարկությունը եւ չբերեց հարաբերությունների նորոգության։ 2021 թվականի սկզբում գալիս է մեր հարաբերությունների վերջակետը, պիկը, որի հետևանքով ամուսինս որոշում է կայացնում ամուսնալուծության։ Նա ներկայացնում է դիմում, ըստ որի մենք սպասում ենք օրենքով տրամադրված 1 ամսվա հաշտության ժամկետը։ Ժամկետի ավարտին նա որոշում է եւս 1 անգամ շանս տալ մեր հարաբերություններին։ Հասկանալով իրավիճակի լրջությունը ու գիտակցելով, որ չներումը իմ կյանքում տեղ չունի, վերականգնում եմ իմ հարաբերությունները Աստծո հետ, որպեսզի ազատվեմ այդ ծանր բեռից եւ միաժամանակ փնտրում էի լուծում Աստծուց ընտանեկան հարաբերությունների հարցում։ Մի գեղեցիկ օր կարդացի հոդված, որտեղ գրված էր խաչի վրա կատարված փոխանակման մասին, որ Հիսուսը ողջ մարդկության մեղքերը, հիվանդությունները, մերժվածությունը, անեծքները, դավաճանությունը, ատելությունը, մահը, այդ ամենը վերցրել է իր վրա, որպեսզի ես եւ որպեսզի դուք եւ որպեսզի ողջ մարդկությունը ունենա հակառակ դրական տարբերակը։ Ես աննկարագրելի սեր ու ցավ վերապրեցի միաժամանակ։ Պարզվեց կա մեկը, որ արդեն արել է առավելագույնը եւ անհնարինը ինձ համար եւ ապրել առանց հաղորդակցվելու Աստծո հետ ինձ համար այդ ժամանակ այդ մտածելակերպով հավասարազոր էր իմ այդ մտածելակերպի համար նրան, եթե Աստծո հետ չես ապրում, եթե Աստծո հետ չես հաղորդակցվում, ապա դու արժեզրկում ես այդ ամենը։ Ես այդ օրը վերապրեցի ողջ իմ էությամբ, իմ մարմնով, իմ շնչով, իմ հոգով, ամբողջությամբ ես վերապրեցի Աստծո սերը եւ այդ օրվանից դրվեց մի փառահեղ սկիզբ եւ նույնպես մի ավարտ, մի փուլ իմ կյանքում, որի մասին որ ես կկիսվեմ հաջորդ վիդեոների մեջ։ Գնացինք։